Դուք երբևէ մտածել եք, թե իրականում ինչ է նշանակում ապրել ըստ Հիսուսի ուսմունքների, որոնք նա ասաց լեռան քարոզում։ Իսկ եթե ասեմ ձեզ, որ այդ ուսմունքները ունեն ուժ խորապես փոխելու ձեր կյանքը և ձեր շուրջը գտնվող աշխարհը։ Այսօր մենք կքննարկենք այն զորավոր ուսմունքները, որոնք Հիսուս թողեց մեզ, խոսքեր, որոնք հրավիրում են այլ կերպ ապրել։ Այս դասերը պարզապես անիրագործելի իդեալներ չեն, այլ գործնական ուղեցույց իմաստալից կյանքի համար, որտեղ մենք գտնում ենք իսկական ուրախություն և ավելի խորը կապ Աստծո հետ։ Եթե դուք փնտրում եք իրական փոխակերպում և դրական ազդեցություն ձեր հոգևոր կյանքի ու հարաբերությունների վրա, ապա ճիշտ տեղում եք։ Մինչև վերջ մնացեք մեզ հետ, որովհետև այն, ինչի մասին մենք այսօր կխոսենք, կարող է վերափոխել ձեր աշխարհայացքը և այն, թե ինչպես եք ապրում ամեն օր։ Բայց նախքան սկսելը, ուզում եմ, որ հենց հիմա մեկնաբանություն թողնեք գրելով. «Տեր, օգնիր ինձ ապրել քո ուսմունքներով ամեն օր»։ Այս մեկնաբանությունը թողնելով, դուք ոչ միայն պարտավորվում եք ապրել այս սկզբունքներով, այլ նաև ոգեշնչում եք ուրիշներին անել նույնը։ Պատկերացրեք խաղաղ տեսարան, կանաչ բլրի վրա, որտեղ բազմություն էր հավաքվել Հիսուսի շուրջ, ցանկանալով լսել նրա խոսքերը։ Սա լեռան քարոզի ֆոնը, Հիսուսի ծառայության ամենահզոր և ոգեշնչող պահերից մեկը։ Դա տեղի էր ունենում Գալիլեայի ծովի շրջակայքի լեռների լանջերին, որտեղ բացվում էր լայն տեսարան, և տարածքը իդեալական էր, որպեսզի Հիսուսի ձայնը հասներ բոլորին, թե աշակերտներին, թե հետաքրքրասեր ամբոխին։ Այնտեղ կային սովորական մարդիկ, ձկնորսներ, գյուղացիներ, մայրեր, հայրեր, տարեցներ և երեխաներ, որոնցից յուրաքանչյուրը իր հետ բերել էր իր ցավերը, հույսերը և կյանքի հարցերը։ Շատերը փնտրում էին բժշկություն, մյուսները պատասխաններ, իսկ ոմանք պարզապես փնտրում էին իմաստություն։ Հիսուս իր խոհեմությամբ և կարեկցանքով առաջարկեց ավելին, քան խոսքեր։ Նա առաջարկեց նոր ձև աշխարհը տեսնելու, խաղաղություն և նպատակ գտնելու ուղի։ Այս ուսմունքները ժամանակի համար իսկական հեղափոխություն էին մտածողության մեջ և մնում են մարտահրավեր մեզ համար նաև այսօր։ Հիսուս կոչ էր անում ապրել այնպես, որ դիմակայենք մեր ամենաբնական եսասիրական և ագահ մղումներին։ Նա մեզ հրավիրում էր փնտրել ավելի մեծ բան՝ հավիտենականը։ Այս քարոզը ստիպում է մեզ խորել, թե ինչն է իսկապես կարևոր։ Այն ցույց է տալիս, որ կյանքի արժեքը կուտակման մեջ չէ, այլ նվիրելու, ոչ թե սպասարկվելու, այլ ծառայելու մեջ։ Ուստի սա պարզապես քարոզ չէ, որը պետք է լսել, այլ հրավեր, որը պետք է ապրել։ Հիսուս առաջարկում է գոյության նոր ձև, որը գերազանցում է այս աշխարհի սպասելիքները և ուղղակիորեն դիպչում է Աստծո սրտին։ Թող յուրաքանչյուր ուսմունքի մասին խորելով մենք գտնենք ոչ միայն մխիթարություն, այլ նաև անհրաժեշտ քաջություն մեր կյանքում այս փոխակերպումը ապրելու և մեր շուրջը փոփոխություններ շնչելու համար։ Լեռան քարոզը գանձերի քարտեզ է, լիարժեք կյանքի համար, որը լի է իմաստով և նպատակով։ Կոչ ապրել ոչ թե այս աշխարհի չափանիշներով, այլ Աստծո սրտով։ Թիվ 1. Խոնարհություն և հոգու աղքատություն։ Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Մատթեոս 5:3։ Հիսուս սկսում է լեռան քարոզը զարմանալի հայտարարությամբ. հոգով աղքատները իսկապես օրհնված են, որովհետև նրանց է պատկանում երկնքի արքայությունը։ Բայց ինչ է նշանակում լինել հոգով աղքատ։ Դա ներքին վիճակ է, խոնարհության և Աստծուց կախվածության։ Հոգու աղքատությունը նշանակում է ճանաչել մեր սահմանափակումները և անբավարարությունը Աստծո առաջ։ Որքան էլ ունենք տաղանդներ, հարստություն կամ կարողություններ, մենք երբեք չենք լինի ինքնաբավ։ Մեզ անհրաժեշտ է Աստված յուրաքանչյուր պահի։ Դա նման է անապատում մոլորված ճանապարհորդի, որը վերջապես գտնում է ջրի աղբյուր։ Նա հասկանում է, որ այդ ջուրը կենսական է իր գոյության համար։ Նույնպես մեզ անհրաժեշտ է Աստծո կենդանի ջուրը։ Խոնարհությունը հիմքն է այն ամենի, ինչ սովորեցնում է Հիսուս։ Առանց խոնարհության մեր սրտերը մնում են փակ և հպարտ։ Բայց երբ ընդունում ենք խոնարհությունը, մենք տեղ ենք տալիս Աստծո գործելուն մեր կյանքում։ Պատկերացրեք լիքը անոթ, որի մեջ այլևս ոչինչ չի տեղավորվում։ Բայց երբ դատարկ ենք և ընդունում ենք մեր կարիքը, Աստված լցնում է մեզ իր օրհնություններով։ Խոնարհությունը կամուրջներ է կառուցում, մինչդեռ հպարտությունը պատեր է կանգնեցնում։ Մտածեք այն մարդու մասին, ով վեճի ժամանակ առաջին քայլն է անում, ներողություն խնդրելով, նույնիսկ եթե ամբողջովին մեղավոր չէ։ Դա հաճախ ընկալվում է որպես թուլություն, բայց իրականում դա ուժ է, որը վերականգնում է հարաբերությունները։ Նույնպես էլ մեր հարաբերություններում Աստծո հետ։ Հիսուսը խոնարհության ամենամեծ օրինակն է։ Թեև նա Աստված էր, ընտրեց ծնվել Մսուրում, ապրել որպես պարզ արհեստավոր և ծառայել ուրիշներին այնքան, որ նույնիսկ լվաց աշակերտների ոտքերը։ Նա խոնարհեցրեց իրեն սիրո համար։ Այս խոնարհ ոգին մեզ թույլ է տալիս տեսնել ուրիշներին կարեկցանքով և առանց դատապարտման։ Երբ մոտենում ենք Աստծուն խոնարհությամբ, նա բարձրացնում է մեզ։ Խոստումը պարզ է.
Երկնքի արքայությունը պատկանում է հոգով աղքատներին։ Ոչ թե որովհետև մենք կատարյալ ենք, այլ որովհետև գիտենք առանց Աստծո մենք դատարկ ենք, եւ հենց այս ճանաչումը բացում է արքայության դռները։ Թիվ 2. Վիշտ եւ մխիթարություն։ Երանի լացողներին, որովհետև նրանք կմխիթարվեն։ Մատթեոս 5:4։ Այս խոսքերը ուղղակիորեն դիպչում են մեր սրտերին ամենադժվար պահերին, երբ մենք բախվում ենք կորուստների եւ ցավի։ Բայց Հիսուս վստահեցնում է, որ նույնիսկ վշտի մեջ մենք կարող ենք գտնել օրհնություն, Աստծո մխիթարությունը։ Վիշտը միայն սիրելիի կորուստը չէ, այն նաև սրտի արձագանքն է աշխարհի անարդարություններին, սիրո պակասին եւ մեղքի հետևանքներին։ Վիշտը մեզ դուրս է բերում անտարներությունից եւ կապում ուրիշների ցավի հետ, մղելով գործելու։ Դա նման է մորի, որը զգում է իր երեխայի ցավը եւ անում ամեն ինչ, որ օգնի։ Այս խոր վիշտը մեզ մոտեցնում է Աստծո սրտին, որը նույնպես ցավում է մարդկության տառապանքների համար։ Բայց Հիսուս չի կանգնում միայն վշտի վրա։ Նա խոստանում է, որ լացողները կմխիթարվեն։ Այս մխիթարությունը գալիս է Սուրբ Հոգուց, Մխիթարիչից, որը մեր կողքին է ցավի պահին։ Դա Աստծո անտեսանելի գրկախառնությունն է, որը մենք զգում ենք վշտի պահին։ Աստծո մխիթարությունը չի նշանակում, որ ցավը անմիջապես կվերանա, բայց դա նշանակում է, որ մենք միայնակ չենք մեր տառապանքներում։ Նա տալիս է մեզ ուժ շարունակելու քայլել, բարձրանալ, երբ թվում է, թե այլևս չենք կարող։ Դա նման է փոթորքի մեջ գտնվելուն եւ հանկարծ զգալ, որ կա ապահով նավահանգիստ։ Վիշտը չի ունենա վերջին խոսքը, որովհետև կա ապագա, որտեղ Աստված կսրբի յուրաքանչյուր արդյունք մեր աչքերից։ Հայտնություն 21:4։ Սա մեր մեծ հույսն է, վստահություն, որ ցավը ժամանակավոր է, բայց ուրախությունը Տիրոջ մեջ հավիտենական։ Երբ Հիսուս ասաց, որ լացողները կմխիթարվեն, նա մեզ սովորեցնում էր նայել ցավից այն կողմ, գտնել իմաստ նույնիսկ մեր ամենամռայլ պահերին։ Երբեմն վիշտը նաև փոխակերպում է մեզ։ Այն մեզ դարձնում է ավելի զգայուն, ավելի մարդկային եւ ավելի պատրաստ ընդունելու ուրիշներին նրանց ցավի մեջ։ Հենց մեր սեփական մխիթարության փորձից մենք կարող ենք մխիթարել ուրիշներին, դառնալով Աստծո գործիքներ նրա խաղաղությունը տարածելու համար։ Ուստի եթե դուք վշտի մեջ եք, իմացեք, որ միայնակ չեք։ Աստված տեսնում է յուրաքանչյուր արդյունք եւ յուրաքանչյուր ցավ, որ դուք կրում եք, կարեւոր է նրա համար։ Նա խոստանում է մխիթարել այն սրտին, որը բացվում է նրա առաջ, եւ դառնում է հույսի վկայություն մեր շուրջը գտնվողների համար։ Վիշտը կարող է թվալ մռայլ եւ սառը, բայց նրա մեջ կա մեղմ լույս, Աստծո սերը, որը երբեք չի թողնի մեզ, որը պահում է մեզ ամենադժվար պահերին։ Այսպիսով մենք հրավիրված ենք թույլ տալ այս աստվածային մխիթարությանը շրջապատել մեզ եւ միևնույն ժամանակ դառնալ մխիթարության գործակալներ ուրիշների համար, լուսավորելով մութ վայրերը այն հույսով, որը գալիս է հենց Աստծուց։ Թիվ 3. Հեզություն եւ երկրի ժառանգություն։ Երանի հեզերին, որովհետև նրանք կժառանգեն երկիրը։ Մատթեոս 5:5։ Աշխարհում, որտեղ հաճախ բարձրացվում է կոպիտ ուժը, իշխանությունը եւ անսահման ամբիցիաները, Հիսուս մեզ ներկայացնում է բոլորովին այլ արժեք՝ հեզությունը։ Նա ասում է, որ հեզերը նրանք են, ովքեր ի վերջո կժառանգեն երկիրը։ Այս խոստումը կարող է զարմանալի թվալ, բայց դա այն բնավորությունն է, որ Աստված ուզում է ձևավորել մեր մեջ։ Հեզ լինելը չի նշանակում լինել թույլ կամ пассив։ Հեզությունը իրականում մեծ ուժ է, բայց ուժ վերահսկողության տակ։ Պատկերացրեք հզոր ձի, որը վարժեցվել է։ Նրա ամբողջ էներգիան եւ ուժը մնում են, բայց այժմ դրանք ուղղվում են ճշգրտությամբ եւ նպատակով։ Ահա այն հեզությունը, որի մասին խոսում է Հիսուս։ Հեզ լինելը նշանակում է սովորել արձագանքել առանց ագրեսիայի, ընտրել խաղաղության ուղին, նույնիսկ երբ կա հնարավորություն պատասխանել հարվածով։ Հեզությունը տեսնը կապված է Աստծո հանդեպ վստահության հետ։ Դա գիտակցումն է, որ մեզ պետք չէ պայքարել կյանքի յուրաքանչյուր փոքրիկ կտորի համար, որովհետև վստահում ենք, որ Աստված արդար է եւ հոգ է տանում մեզ համար։ Հենց մարդը նա է, ով հանգստանում է Աստծո արդարության վրա, ով իր պայքարները տալիս է նրան եւ թույլ չի տալիս, որ զայրույթը կամ վրեժի ծառավը տիրեն իրեն։ Աշխարհում հեզությունը աճախ շփոթում են ամբիցիայի բացակայության հետ, բայց այն, ինչ սովորեցնում է Հիսուս, ամբողջովին հակամշակութային է։ Նա ասում է, որ հենց հեզերն են ժառանգելու երկիրը, ոչ թե նրանք, ովքեր ագրեսիայով փորձում են նվաճել ամեն ինչ։ Աստծո արքայում իսկական հաղթանակները կատարվում են ոչ թե ուժով, այլ վստահությամբ Աստծո հոգատարության հանդեպ։ Հասարակության մեջ, որտեղ ագահությունն ու իշխանությունը մեծարվում են, հեզ լինելը նշանակում է պատրաստակամություն հրաժարվել միշտ հաղթելու, միշտ առաջինը լինելու անհրաժեշտությունից։ Հեզությունը նաև հակաթույն է ագահության դեմ։
Մեզ պետք չէ կուտակել, տիրել կամ վերահսկել, որովհետև գիտենք, որ Աստված մեր ապահովողն է։ Ավելի մեծ արժեք ունի ապրել խաղաղության մեջ, քան միշտ ճիշտ լինել կամ բարձր ուրիշներից։ Հիսուս իր սեփական կյանքում ցույց տվեց այս հեզությունը, մտնելով Երուսաղեմ ոչ թե մարտական ձիու վրա, այլ ավանակի։ Նրա խոնարհությունը վկայություն էր այն այլ արքայության մասին, որը նա եկավ հաստատելու։ Հիսուս խոստանում է, որ հեզերը կժառանգեն երկիրը։ Այս ժառանգությունը վերաբերում է ոչ միայն ֆիզիկական հողին, այլ ներկայացնում է ավելի մեծ բան՝ ապագայի խոստում եւ հաստատուն խաղաղություն։ Երկրի ժառանգությունը վերջնական պարգև է նրանց համար, ովքեր ապրում են Աստծուն վստահելով, ովքեր ընտրում են խոնարհության ուղին եւ ենթարկվում նրա կամքին։ Դա երաշխիքն է, որ Աստված ունի մեզ համար ապահով տուն, լի խաղաղությամբ։ Իր խորքում երկրի ժառանգելը նշանակում է ապրել Աստծո օրհնությունների լիության մեջ, համերաշխության մեջ նրա հետ։ Աշխարհում, որտեղ շատերը փորձում են նվաճել ուժով, Հիսուս հիշեցնում է, որ իսկական օրհնությունները նախատեսված են նրանց համար, ովքեր ընտրում են խաղաղությունը։ Հեզ լինելը նշանակում է ապրել այնպես, որ մեր գործողությունները արտացոլեն վստահությունը, որ Աստված մեր պաշտպանն է եւ դատավորը։ Հեզերը հասկանում են, որ իրենց ժառանգությունը երաշխավորված է ոչ թե իրենց ձեռքբերումներով, այլ Աստծո սիրով եւ հավատարմությամբ։ Թող մենք ընդունենք այս հեզությունը, որը մեզ դարձնում է արքայության իսկական ժառանգներ։ Թիվ 4. Քաղց եւ ծարավ արդարությունը։ Երանի քաղցած եւ ծարավ արդարության, որովհետեւ նրանք կհագենան։ Մատթեոս 5:6։ Պատկերացրեք խոր քաղց եւ ծարավ։ Դա ուժեղ ցանկություն է, որը չենք կարող անտեսել։ Այն լցնում է մեր մտքերը եւ մղում է մեզ փնտրել այն բավարարելու միջոց։ Հիսուս օգտագործում է այս հզոր պատկերը խոսելու արդարության մասին։ Սա ոչ թե պատահական արդարություն է, այլ այն, որը բխում է Աստծո սրտից։ Նա մեզ կոչ է արում զգալ քաղց եւ ծարավ այն արդարության, որը ոչ միայն փոխում է մեր սեփական կյանքը, այլ նաեւ ազդում է մեր շուրջը գտնվող աշխարհի վրա։ Քաղցն ու ծարավը արդարության դա խոր ձգտման արտահայտություն է, տեսնել աշխարհը այնպիսին, ինչպիսին Աստված է նախատեսել, հավասարությամբ, խաղաղությամբ եւ սիրով։ Մենք մեր սրտում զգում ենք անհրաժեշտություն ինչ-որ բան անել։ Նույն կերպ Հիսուսը մեզ հրավիրում է ունենալ նույն շտապողականությունը աշխարհի անարդարությունների հանդեպ։ Հիսուսը տալիս է մեզ զորավոր խոստում. քաղցածներն ու ծարավները արդարության կհագենան։ Այս խոստումը մեզ բերում է խոր հույս, որովհետև այն կախված չէ մեզանից, այլ հենց Աստծուց։ Այն արդարությունը, որ մենք փնտրում ենք, պարզապես իդեալական գաղափար չէ կամ մի բան, որ կարող ենք հասնել մեր սեփական ջանքերով։ Այն բխում է Աստծո սրտից եւ հենց նա է այն իրականացնում մեր կյանքում եւ մեր միջոցով։ Հաճախ աշխարհը թվում է այնքան անարդար, որ կարող ենք կորցնել հույսը։ Մենք տեսնում ենք կոռուպցիա, եսասիրություն եւ ցավ, որոնք բերում են անհավասարություն, եւ հարցնում ենք՝ իսկապես հնարավոր է ինչ-որ բան փոխել։ Բայց Հիսուս հիշեցնում է մեզ, որ Աստված արդար է։ Նա հայրն է, որ լսում է իր զավակների ճիչը։ Խոստումը հագենալու երաշխիք է, որ Աստված գործում է, նույնիսկ եթե հաճախ մենք չենք կարող դա հստակ տեսնել։ Նա մեզ հրավիրում է լինել գործընկերներ այս արդարության առաքելության մեջ, իմանալով, որ իր ժամանակում ամեն ինչ կվերականգնվի Աստծո արքայում։ Արդարությունը ոչ միայն պատիժ է կամ ապահովել, որ յուրաքանչյուրը ստանա այնինչ արժանի է։ Դա կոտրվածի վերականգնումն է, ամենաթույլերի մասին հոգատարությունը եւ աշխարհի բուժումը։ Արքայության արդարությունը հիմնված է սիրո եւ ողորմության վրա։ Դա նշանակում է տալ մարդկանց այն, ինչի կարիքը ունեն, եւ ոչ միշտ այն, ինչ արժանի են։ Որպեսզի այս արդարությունը դրսևորվի գործնականում, մենք կոչված ենք գործել, լինել արդար։ Սա ոչ միայն վիճակ է, այլև կյանքի ձև։ Մենք կարող ենք դրսևորել արքայության արդարությունը փոքրիկ առօրյա քայլերով, վերաբերվելով ուրիշներին հարգանքով, պայքարելով նրանց համար, ովքեր ձայն չունեն, օգնության ձեռք մեկնելով կարիքավորին։ Քաղցն ու ծարավը արդարության մղում են մեզ գործելու, լինել Աստծո սրտի արդացոլումը աշխարհում, որն այնքան կարիք ունի արդարության լույսի։ Դա նման է ներքին կրակի, որը երբեք չպետք է մարի։ Հենց այս քաղցն է ստիպում մեզ ընտրել ճշմարտությունը, երբ հեշտ է ստել, պայքարել հավասարության համար, երբ հարմար է լռել։ Երբ մեզ մղում է այս քաղցը, մենք նման ենք լույսի խավարում, լուսավորելով այն վայրերը, որտեղ դեռ իշխում է անարդարությունը։ Եկեք մշտապես պահենք այս քաղցն ու ծարավը, չբավարարվելով մեր շուրջը եղած թերություններով, այլ միշտ ձգտելով ավելիին, ավելի մեծ արդարության, ավելի մեծ հավասարության, ավելի մեծ Աստծո սիրո դրսևորման միջոցով։ Եվ թող Հիսուսի խոստումը հագեցնել մեզ դառնա մեր մխիթարությունն ու հույսը, իմանալով, որ ի վերջո հենց Աստված է լցնում այս խոր ձգտումը։ Ողորմություն։ Երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կստանան։ Մատթեոս 5:7։ Ողորմություն, բառ, որը իր մեջ կրում է խորություն եւ ջերմություն։ Երբ մտածում ենք ողորմության մասին, հիշում ենք ներումը, կարեկցանքը եւ շնորհը։ Հիսուս հաստատելով, որ երանի է ողորմածներին, մեզ հրավիրում է ապրել այնպես, որ դա արտացոլի Աստծո սրտից ինչ-որ բան։ Նա սովորեցնում է մեզ լինել ողորմած։
Սա ոչ թե հազվադեպ արարք է, այլ կյանքի ձև, որը փոխում է թե ինչպես ենք մենք տեսնում մարդկանց եւ կառուցում հարաբերությունները։ Աստված հենց սկզբից եղել է ողորմության մարմնավորումը։ Նա միշտ ցույց է տվել ողորմություն, գործ ունենալով մեր թուլությունների, ձախողումների եւ սխալների հետ։ Ողորմությունը Աստծո բնավորության անբաժանելի մասն է։ Նա միշտ պատրաստ է մեզ ներելու, ընդունելու եւ նոր հնարավորություն տալու։ Գրքում կարդում ենք, որ Աստծո ողորմությունը նորանում է ամեն առավոտ։ Երեմիա 3:22-23։ Սա մշտական հիշեցում է, որ որքան էլ մենք ձախողվենք, Աստված պատրաստ է մեզ վերականգնելու։ Երբ մենք ցույց ենք տալիս ողորմություն, մենք նմանվում ենք մեր երկնային Հորը։ Դա նման է երկնքի արտացոլմանը լճի խաղաղ մակերեսին։ Մենք դառնում ենք Աստծո սիրո, համբերության եւ կարեկցանքի արտացոլում մեր շուրջը գտնվողների համար։ Ողորմած լինելը նշանակում է հասկանալ, որ ինչպես Աստված ներում է մեզ, մենք էլ կոչված ենք ներելու եւ կարեկցանք ցուցաբերելու ուրիշների թուլություններին։ Մտածեք ողորմության մասին որպես հոսող ջրի։ Երբ մենք թույլ ենք տալիս, որ ողորմության հոսքը անցնի մեզնից դեպի ուրիշները, այն շարունակվում է։ Բայց եթե փորձենք կանգնեցնել այդ հոսքը, լինելով դաժան եւ անողորմ, մենք կդառնանք ինչպես ճահճացած լիճը, որը չի կարող ընդունել նոր բան։ Երբ մենք ներում ենք, մենք ազատում ենք։ Երբ օգնում ենք թեթևացնել ուրիշի բեռը, նկատում ենք, որ մեր սեփական բեռները դառնում են ավելի թեթև։ Ողորմությամբ ապրելը մեր առօրյա կյանքում նշանակում է կատարել փոքրիկ քայլեր, որոնք միասին ունեն ուժ փոխակերպելու մեր հարաբերությունները եւ նույնիսկ մեր համայնքը։ Ողորմությունը կարող է սկսվել մեր սեփական տանը, ըմբռնում առաջարկելով ամուսնուն ծանր օրվա վերջում, ներելով կտրուկ խոսքը ասված պահի թեժության մեջ, կամ կարողանալով դնել ինքներս մեզ ուրիշի տեղը, նախքան դատելը։ Աշխատավայրում ողորմությունը դրսևորվում է, երբ մենք ընտրում ենք լսել, այլ ոչ թե քննադատել, երբ երկրորդ հնարավորություն ենք տալիս նրանով սխալվել է, կամ երբ օգնություն ենք առաջարկում ոչինչ չսպասելով փոխարենը։ Այսքան մրցակցային եւ պահանջկոտ աշխարհում ողորմությունը թեթևության շունչ է, դադար մեր կյանքում շունչ քաշելու համար։ Հասարակության մեջ ողորմած լինելը նշանակում է տեսնել ուրիշի ցավը եւ գործել թեթևացնելու նրա տառապանքը։ Դա կարող է լինել օգնություն կարիքներ կորին, լսողական առաջարկել նրան, ով դժվար պահ է ապրում, կամ նույնիսկ պայքարել արդարության համար նրանց, ովքեր անարդարորեն վիրավորված են։ Եկեք ընտրենք ողորմությունը ամեն օր, մեծ եւ փոքր պահերում, մտերիմ հարաբերություններում եւ անծանոթների հետ։ Թող ողորմած լինելով մենք կարողանանք խորապես եւ փոխակերպող կերպով ապրել Աստծո սիրո մեջ։ Թիվ 6. Սրտի մաքրություն եւ Աստծո տեսիլք։ Երանի սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն։ Մատթեոս 5:8։ Սրտի մաքրությունը Հիսուսի կոչն է մեզ բոլորիս։ Նա մեզ հրավիրում է նայել մեր ներսը եւ գնահատել ոչ միայն մեր գործողությունները, այլ նաեւ մեր շարժառիթները եւ մտադրությունները։ Մաքուր սիրտ ունենալը նշանակում է ամեն ինչից վեր Աստծուն հաճեցնել։ Մաքուր սիրտ ունենալը նշանակում է ապրել այնպես, որ մեր մտադրությունները, մտքերը եւ գործերը համապատասխանեն Աստծո կամքին։ Դա ձգտում է լինել թափանցիկ, իսկական եւ ազնիվ ամեն ինչում։ Սա ոչ միայն արտաքին բարի գործերի պահպանումն է, այլև ներքին փոխակերպման թույլ տալը։ Աստված տեսնում է մեր արտաքինից այն կողմ եւ գնահատում է սիրտը, որը անկեղծորեն ձգտում է բարին անել։ Հիսուս խոստանում է, որ սրտով մաքուրները կտեսնեն Աստծուն։ Այս խոստումը հրավեր է դեպի եզակի մտերմություն Արարչի հետ։ Աստծուն տեսնելը ոչ միայն ապագայի մասին է, երբ մենք կլինենք նրա ներկայության մեջ հավիտենականում, այլ նաև նշանակում է զգալ նրա ներկայությունը այստեղ եւ հիմա։ Երբ մեր սիրտը մաքուր է, մեր հոգևոր աչքերը բացվում են, եւ մենք սկսում ենք նկատել Աստծո ձեռքը, որը գործում է մեր կյանքում եւ մեր շուրջը։ Մաքուր սիրտ ունենալը թույլ է տալիս մեզ տեսնել ճշմարտությունը եւ տարբերել այն խաբեությունից, զգալ Աստծո ուղղությունը յուրաքանչյուր որոշման մեջ։ Դա նման է սենյակի, լի բաց պատուհաններով, որտեղ արևի լույսը առանց խոչընդոտի ներթափանցում է եւ ամեն ինչ լուսավորում պարզությամբ։ Սրտով մաքուր մարդը տեսնում է Աստծուն ամենօրյա կյանքի պարզ բաներում, տեսնում է Աստծուն խաղաղության պահերին եւ նույնիսկ դժվարությունների ժամանակ, որովհետեւ մտերմությունը նրա հետ ձևավորվում է մաքուր եւ անկեղծ սրտի միջոցով։ Հիսուս մեզ կոչ է անում սրտի մաքրության, որովհետև հենց այս մաքրության միջոցով մենք կարող ենք ունենալ իսկական հաղորդակցություն նրա հետ։ Աստծուն տեսնելը անգին պարգև է, եւ մենք կարող ենք ապրել այս տեսիլքը միայն այն ժամանակ, երբ պատրաստ ենք պահել մեր սիրտը մաքուր նրա առաջ։
Մաքրությունը կատարյալ լինելու մասին չէ, դա անկեղծության մասին է, Աստծո մոտ վերադառնալու մասին ամեն անգամ, երբ նկատում ենք ինչ-որ բան, որ մեզ հեռացնում է նրանից։ Եկեք ձգտենք սրտի մաքրությանը, թույլ տալով Աստծո լույսին ցույց տալ, թե որտեղ ենք մենք կարիք ունենում փոխակերպման, եւ ձգտենք այս մաքրությանը։ Եկեք տեսնենք Աստծուն մեր կյանքի յուրաքանչյուր մանրությունում, զգալով նրա սերը, առաջնորդությունը եւ ներկայությունը բոլոր պահերին։ Թիվ 7. Խաղաղարարներ եւ Աստծո որդիներ։ Երանի խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ կկոչվեն։ Մատթեոս 5:7։ Հիսուս մեզ սովորեցնում է, որ խաղաղարար լինելը պասիվ խուսափելու կամ դժվարություններից փախչելու մասին չէ, այլ ակտիվ ձգտում առաջ մղելու խաղաղություն եւ հաշտություն ինչպես մեր սեփական կյանքում, այնպես էլ մեր շուրջը։ Խաղաղարար լինելը նշանակում է լինել Աստծո փոխակերպման գործակալ աշխարհում, որը հաճախ նշանավորվում է բաժանմամբ, ատելությամբ եւ անտարբերությամբ։ Խաղաղարար լինելը նշանակում է նպատակաուղղված ձգտում վերականգնելու կոտրված հարաբերությունները, բերելու ըմբռնում այնտեղ, որտեղ կա տարաձայնություն, կառուցելու կամուրջներ այնտեղ, որտեղ ուրիշները պատեր են կանգնեցնում։ Հեշտ է մտածել, որ խաղաղությունը կոնֆլիկտի բացակայությունն է, բայց Հիսուսի խաղաղության հասկացությունը շատ ավելի հեռուն է գնում։ Իրական խաղաղությունը հաշտության եւ բժշկության պտուղն է։ Դա նման է այգու, որը լցված է մոլախոտերով։ Մոլախոտերը հեռացնելը բավարար չէ, անհրաժեշտ է նոր սերմեր ցանել, խնամել հողը եւ աշխատել, որ ծաղիկներ աճեն։ Նույնպես էլ խաղաղարարները, նրանք ոչ միայն վերացնում են բաժանման պատճառները, այլ նաև սերմանում են սեր, ներողամտություն եւ կարեկցանք մարդկանց սրտերում։ Հիսուս իր կյանքով, մահվամբ եւ հարությամբ ցույց տվեց խաղաղության ուղին, հաշտեցնելով Աստծուն եւ մարդկությանը։ Նա մեզ սովորեցնում է, որ նույնիսկ անարդարության դեմ կանգնած մենք կարող ենք պատասխանել սիրով, եւ որ իրական ուժը չարին չարով պատասխանելու մեջ չէ, այլ ինքնազոհության մեջ ուրիշի բարիքի համար։ Խաղաղարար լինելը նաև գործնական միջոց է Աստծո սերը ուրիշներին հասցնելու։ Շատ մարդիկ մեր շուրջը հայտնվում են կոնֆլիկտների մեջ, ընտանեկան, աշխատանքային կամ նույնիսկ ներքին։ Խաղաղարարն այն մարդն է, ով ձեռքը մեկնում է, ով գտնում է մխիթարության խոսքեր, ով առաջնորդում է ներողամտության ճանապարհին։ Այսպիսով նա ոչ միայն թեթևացնում է անմիջական ցավը, այլ նաև սերմանում է Աստծո արքայության սերմերը, որտեղ իշխում է խաղաղությունը։ Հիսուսը խաղաղարարներին տալիս է հատուկ խոստում, նրանք Աստծո որդիներ կկոչվեն։ Աստծո որդի կոչվելը նշանակում է, որ մենք կրում ենք մեր հոր բնավորությունն ու արժեքները։ Ինչպես որդին ժառանգում է ծնողների հատկանիշները, մենք էլ կոչված ենք կրել Աստծո հատկանիշները, եւ դրանցից մեկը խաղաղության ձգտումն է։ Աշխատելով խաղաղություն հաստատելու վրա, մենք դառնում ենք մեր հոր ավելի պարզ արտացոլումը։ Մեզ ճանաչում են որպես նրա ընտանիքի մաս, որովհետև գործում ենք արքայության արժեքներին համապատասխան։ Այն, ինչ մեզ առանձնացնում է որպես Աստծո զավակներ, մեր պատրաստակամությունն է սիրելու, նույնիսկ երբ դա դժվար է, ձգտելու միասնության, երբ աշխարհը քարոզում է բաժանում, եւ առաջ մղելու խաղաղություն, երբ ամեն ինչ հակված է կոնֆլիկտի։ Եկեք լինենք խաղաղարարներ ամենուր, տանը, աշխատանքի վայրում, ընկերների շրջանում եւ նույնիսկ այն իրավիճակներում, որտեղ մեզ համար ուղղակի օգուտ չկա։ Թող մեզ ճանաչեն որպես Աստծո զավակներ մեր պատրաստակամությամբ խաղաղություն առաջ մղելու, նույնիսկ եթե դա պահանջի զոհաբերություն։ Եվ թող հաշտության վրա աշխատելով մենք կարողանան ապրել եւ կիսվել այն իսկական խաղաղությամբ, որը միայն Աստված կարող է տալ։ Այս խաղաղությունը փոխակերպում է եւ ամրացնում։ Այն անկասկած Հիսուսի ամենագեղեցիկ եւ ամենաբարդ հրավերներից մեկն է։ Դրա մեջ մենք գտնում ենք Աստծո արքայության զորավոր պատկերը։ Արքայություն, որի արժեքները արմատապես տարբերվում են աշխարհի չափանիշներից։ Յուրաքանչյուր ուսմունք Հիսուսի կողմից մեզ հրավիրում է փոխակերպված կյանքի, որտեղ խոնարհությունը, սրտի մաքրությունը, խաղաղությունը, ողորմությունը եւ արդարության ձգտումը ոչ թե պարզապես իդեալներ են, այլ առօրյա գործնական քայլեր։ Հետևել այս ուսմունքներին մեծ մարտահրավեր է, բայց նաև ուղեկցվում է լիարժեք կյանքի խոստումով եւ մխիթարությամբ, իմանալով, որ մենք միայնակ չենք։ Ինքը Հիսուսն է մեզ զորացնում եւ առաջնորդում։ Թող մենք ընդունենք Հիսուսի հրավերը եւ թույլ տանք, որ այս ուսմունքներից յուրաքանչյուրը փոխակերպի մեր էությունը։ Թող գործնականում ձգտենք արդարության, դրսևորենք ողորմություն, մշակենք մաքրություն եւ նպաստենք խաղաղությանը, դառնալով Աստծո իսկական զավակներ, նրա արքայության գործակալներ այստեղ երկրի վրա։ Սա է լեռան քարոզի գեղեցկությունը։ Այն ոչ միայն ասում է մեզ, թե ինչ անել, այլ նաև բացահայտում է, թե ովքեր կարող ենք դառնալ Աստծո մեջ։ Սա աշխարհի պատկերն է, որտեղ իշխում է Աստված, որտեղ սերը բարձրագույն պատվիրանն է եւ որտեղ յուրաքանչյուրը ունի իր դերը ավելի արդար աշխարհի կառուցման գործում։
Թող մենք ապրենք եւ արտացոլենք այս արժեքները, փոխակերպելով մեր համայնքը եւ աշխարհը։